Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահական Ուշի խոհանոցում եք և ես անչափ ուրախ եմ և շնորհակալ։ Շնորհակալ եմ առանձնապես նրանց, ովքեր մշտապես հետևում են իմ ալիքին, գրում են գեղեցիկ, ոգևորիչ մեկնաբանություններ և շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր հենց նոր պատահականության սկզբունքով են միացել իմ ալիքին և հուսով եմ, որ ձեզ չեմ հիասթափեցնի։ Եվ այսպես թխում ենք կեքս, շատ հետաքրքիր, շատ համեղ և յուրատիպ։ Հիմա դուք տեսնում եք սեղանին այն ամենը, ինչ որ ես պիտի օգտագործեմ խմորի համար։ Ինչպես տեսնում եք, 3 բաժին ալյուր է, որոնք ես չափել եմ նույն բաժակով, 2 բաժին շաքարավազ, որը նույնպես չափել եմ նույն բաժակով, 1 բաժակ թթվասեր 200 գրամ, հալեցրած կարագ 50 գրամ, մնացած 150-ը պիտի բուսայուղով լրացնենք, 4 ձու, ինչպես տեսնում եք, 2 թեյի գդալ փխրեցուցիչ, վանիլին և կես թեյի գդալ աղ կամ կեսից մի քիչ ավելի պակաս։ Այժմ ուզում եմ ներկայացնել այս կեքսի բաղադրատոմսի պատմությունը։ Իմ հասակակիցներից շատերը կհիշեն, որ դեռ սովետական տարիներին բավականին շատ ամսագրեր կային, որոնց միջուկների մեջ բաղադրատոմսեր էին հրապարակում, օգտակար խորհուրդներ էին գրում, ինչպես նաև ժամանցային առաջադրանքներ կային, և այսպիսի ամսագրերի շարքին էր պատկանում նաև գերմանական Բուրդա ամսագիրը, որի ռուսերեն թարգմանությունը կար և մինչև օրս էլ կա։ Այդ ամսագրի մեջ շատ հետաքրքիր բաղադրատոմսեր կային իրենց բացատրություններով, նկարներով, մի խոսքով շատ հետաքրքիր էր աշխատել այդպիսի ամսագրերի հետ։ Եվ ամենահետաքրքիրն ինչն էր, այս բաղադրատոմսի մեջ առաջարկում էր գնել 200 գրամանոց մի թթվասեր, որը պիտի օգտագործեր խմորի մեջ, և այդ թթվասերի հենց ամանով չափել մնացած բոլոր բաղադրիչները, առանց կշռելու, առանց որևէ բանի հետևից ընկնելու։ Եվ ահա արդեն հերթը հասավ ալյուրին։ Առաջին բաժակի մեջ լցնում ենք փխրեցուցիչը, մի փոքր խառնում եմ և մաղում։ Երկրորդ բաժակի մեջ պիտի ավելացնեմ աղը, որովհետև դեռ աղը չենք ավելացրել, նույն ձևով մի փոքր խառնում եմ և էլի մաղելով ավելացնում եմ զանգվածի վրա, և արդեն երրորդ բաժակի մեջ ես պիտի լցնեմ վանիլինը, այսինքն օգտագործեցինք 3 բաժակ ալյուր, 2 բաժակ շաքարավազ, 1 բաժակ թթվասեր և 1 բաժակ կարագ ու բուսայուղը միասին, մնացած բաղադրիչները դուք արդեն տեսաք։ Այժմ խառնում ենք թեթև շարժումներով, ասեմ, որ ինքը բավականին խիտ խմոր է ստացվելու, տեսեք, բավականին էլ ծանր խմոր է և պիտի թխվի համարյա 1 ժամ։ Կարող է մտածեք շատ եմ ասում, բայց ոչ, ուղիղ 1 ժամ թխվելու է։ Կաղապարը նախապես տեսաք, կարագով պատում եմ և ավելացնում եմ այս գեղեցիկ զանգվածը։ Դուք արդեն կարող եք որոշել ինչի մեջ եք ուզում թխել։ Թխելու ենք 180 կամ 170 աստիճան տաքացրած ջեռոցում ուղիղ 1 ժամ, ստուգելու ենք պարզե փայտիկի օգնությամբ։ Անցավ ուղիղ 1 ժամ և տեսեք մեր կեքսը պատրաստ է, շատ հետաքրքիր ձևով բարձրացել է դեպի կենտրոն, այժմ տեսեք ինչքան հեշտությամբ անջատվեց կաղապարից, որովհետև կարագապատ էր կաղապարը, և ունեցանք այսպիսի մի գեղեցիկ տեսք։ Շատ լավ թխվել է, բավականին չոր է, կարող ենք կեքսը կտրել այս տեսքով, բայց ճիշտն ասած ես մտածում եմ կաղապարի նախշերը
կկորցնենք իզուր տեղը, դրա համար մի փոքր շերտ առանձնացնում եմ, ոչինչ, սա էլ թող այս ձևով ուտեն, վայելեն, իսկ կեքսը ամբողջովին ես կշրջեմ և կտեսնեք ինչքան գեղեցիկ է ստացվում։ Շատ լավ թխվել է, եթե տեսնում եք վրայից էլ արդեն երևում է, բայց եթե դուք արդեն ձեր ջերմաստիճանը կանոնավորեք, ինձ թվում է ճաքեր չեն առաջանա, սա ձեր ջեռոցից էլ է կախված։ Մի խոսքով, բայց սա մեզ չի խանգարելու։ Ստացանք շատ գեղեցիկ մի կեքս և ասեմ իսկապես շատ համեղ է։ Հիմա ինչպես վայել է կեքսին, մի փոքր շաքարի փոշիով կպատենք։ Կարելի է նաև տաք վիճակում ծիրանի ջեմ քսել, բայց ես այս անգամ որոշեցի օրիգինալ ձևով պատրաստել, ինչպես բաղադրատոմսի մեջ էր, որպեսզի որևէ խախտում չանենք, իսկ մնացած մտահղացումները ես թողնում եմ ձեզ, ինչպես կարող եք անել։ Եվ ահա տեսեք, ես ունեցա այսպիսի մի հետաքրքիր լուծում։ Վերցրել եմ նուտելլա, ելակի ջեմ, թթվասեր և խտացրած կաթ եփված։ Ես լցրել եմ այս գեղեցիկ փոքրիկ ամանների մեջ, ես ասեմ, որ այս հավաքածուն ինձ նվիրել է Ֆրանսիայում բնակվող իմ ընկերուհին և բարեկամուհին, նաև կարող եմ նաև այդպես անվանել, Ասյան, որը շատ հետաքրքիր վլոգ է վարում։ Վլոգը կոչվում է France with Asya։ Ես անպայման հղումը կթողնեմ, որպեսզի դուք էլ ծանոթանաք իմ ընկերուհու հետ և վայելեք նրա հետ հետաքրքիր օրեր, ժամանցներ, ինչպես նաև նրա հետաքրքիր զրույցները։ Այսպես սիրելիներս, ես մտածեցի ամեն մեկը մի ձևով կկարողանա այս քաղցրեղենը օգտագործել կեքսի հետ և վայելել, ասեմ, բոլոր ձևերով էլ շատ համեղ էր։ Ես հիմա կտրում եմ արդեն, ներսից էլ է շատ գեղեցիկ, հիմա դուք կտեսնեք ինչքան գեղեցիկ կտորներ են ստացվել։ Շատ լավ թխվել է, խիտ, ծակոտկեն և այժմ մի փոքր կհամեղացնենք։ Շատ գեղեցիկ է։ Արտաքին տեսքն էլ պիտի տրամադրող լինի, որ ուզենաս մի պատառ ուտել։ Այժմ ես թթվասերը քսում եմ կեքսի վրա և որպեսզի ավելի հետաքրքիր լինի, մի փոքր ելակի ջեմ եմ ավելացնում, մի քիչ ուրախացնենք մեր կեքսիկին և հետո արդեն մեզ, և ասեմ, որ շատ համեղ էր։ Հիմա կասեք շատ գովեցի, բայց իսկապես արժե գովել, որովհետև և համեղ է և երևելի։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի այսօր ձեր հետ կիսվել այս համեղ և յուրատեսակ կեքսի բաղադրատոմսով, որը կարծում եմ ձեզ հետաքրքրեց, իսկ եթե հետաքրքրեց, կխնդրեի թխեք և մեկնաբանություններում գրեք։ Ահա այսպես սիրելիներս, իսկ ինձ մնում է ձեզանից կրկին հայտնել իմ խորին շնորհակալությունը ինձ համբերությամբ լսելու և արձագանքելու համար։ Դե ինչ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, մնացեք խաղաղությամբ։